Շարունակելով պարտատոմսերի թեման, եկեք բանկի պարտատոմսերը համեմատենք կորպորատիվ պարտատոմսերի հետ։ Կորպորատիվ պարտատոմսեր ասելով, որպես կանոն նկատի ենք ունենում ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերը, ինչպիսիք են օրինակ Telecom Armenia-ի կամ HEC-ի կողմից թողարկված պարտատոմսերը։ Ինչն է առանձնացնում կորպորատիվ պարտատոմսերը բանկային պարտատոմսերից։ Կորպորատիվ ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերը շատ ավելի բարձր տոկոսադրույքով են, քան բանկերի կողմից թողարկված պարտատոմսերը։ Ինչու է դա այդպես։ Կարծում եմ պարզ է, որովհետև կորպորատիվ ընկերությունները, այսինքն ոչ ֆինանսական կազմակերպությունները, որպես կանոն շատ ավելի ռիսկային են, քան ֆինանսական համակարգի, բանկային համակարգի ընկերությունները։ Ինչի է այդպես, որովհետև բանկային համակարգում կազմակերպությունները վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից, կան խիստ պահանջներ, եւ ըստ այդմ ավելի քիչ ռիսկային է համարվում այդ շուկան։ Հարգման տեսանկյունից պետք է նշեմ, որ ոչ կորպորատիվ պարտատոմսերը, ոչ էլ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերը չեն հարկվելու մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ին։ Կորպորատիվ պարտատոմսերը, ի տարբերություն բանկային պարտատոմսերի, ենթակա չեն երաշխավորման ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, քանի որ դրանք ավանդին հավասարեցված ֆինանսական գործիքներ չեն համարվում։ Դա նաև այն պատճառներից մեկն է, որով կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքները ավելի բարձր են լինում, քան բանկի պարտատոմսերի տոկոսադրույքները։